Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ ետևից, որովհետև ով կամենա իր անձը փրկել, կկորցնի այն, իսկ ով ինձ համար կորցնի, կգտնի այն։ Հանուն Հոր և Որդու և Որդուի սրբով ամեն։ Սիրելի ուխտավոր հավատացյալ քույրեր և եղբայրներ ի Քրիստոս, այսօր Հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակում է մեր հավատքի հոր Սուրբ Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքները և մութ նվիրապ տոնը։ Եվ ավանդույթի համաձայն ուխտավորաբար Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը կրող այս Սուրբ Եկեղեցում միաբանվել ենք Սուրբ Հաղորդության խորհրդի շուրջ հայցելու Սուրբ Գրիգոր Լուսավորչի բարեփոխությունը։ Այսօրը առիթ է ևս մեկ անգամ վերհիշելու հայոց հայրապետի կյանքի վկայաբանությունը։ Ինչպես Ագաթանկեղոս պատմիչն է վկայում, Խոսրով արքայի մահից հետո Տրթատ 3-րդ արքան նստում է օրգահին։ Այդ ժամանակ Հայաստանը վերադառնում Գրիգոր իշխանը, ով հետագայում պիտի դառնար հայոց առաջին հովվապետը։ Հայոց կաթողիկոսը հրաժարվում է կուռքերին մատուցել, զոհել և երկրպագել Անահիտ Դիցուղուն և սոսկալի չարչարանքներից հետո նետվում է Արտաշատի մոտ գտնվող վիրապը, որը նախատեսված էր մահապարտների համար։ 13 տարի շարունակ հայոց հայրապետը վիրապից աղոթք է վերառակում առ Աստված և մահվան գուբը դառնում է աստվածային լույսի շողարձակման աղբյուր։ Այս երկար ու ձիգ տարիներին Աստված երբեք չի լքում սրբին։ Առանց Տիրոջ պահպանության անհնար կլիներ, երբ մեկ օր ողջ մնալ թունավոր սողունների, խայտոցներից, ցրտից և խոնավությունից։ Աստծո բարեսիրությամբ մի կին ամեն օր մի նկանակ էր պատրաստում և գցում վիրապի մուտքից։ Եվ այդպես հայոց հայրը դիմանում է բոլոր փորձություններին և ազատվելով բախտից վերացնում է կուռքերի կեղծ պաշտամունքը, հիմնում եկեղեցիներ մեհյանների փոխարեն և հայ ազգին դարձնում ճշմարտապես աստվածապաշտ։ 1700 և ավելի տարիներ հեռվից մեզ համար դյուրին է թվում այս իրողությունը։ Աստծո մարդը, Աստծո զինվորը հայ ազգի լուսավորիչ դառնալու համար մեծ տառապանքների միջով անցավ։ Նախ ենթարկվեց 12 անողոք չարչարանքների, կուռքերին երկրպագելուց հրաժարվելու և Աստծուն չդավաճանելու համար։ Հայ մատենագիրները առանձնակի հոգևոր խորհուրդ են տվել 12 չարչարանքներից յուրաքանչյուրին։ Ըստ Սուրբ Գրիգոր Տաթևացու թվով 12 չարչարանքները փոխկապակցված երկու խորհուրդ ունեն։ Առաջինը խարսկվում է միջնադարյան բնագիտական այն ըմբռնման վրա, որ մարդը 12 անդամներ ու զգայարաններ ունի, որոնք ապականվել էին Ադամի կողմից մեղքի պտուղը ճաշակելիս, երբ նա զգայարաններով կապվել էր և ոտքերով շարժվել դեպի ծառը, ձեռքով քաղել և բերանով ճաշակել։ Ըստ այդմ Սուրբ Գրիգորն իր 12 չարչարանքներից յուրաքանչյուրով, որոնցից ամեն մեկը հարաբերվում է մարդկային մարմնի տվյալ անդամի ու զգայարանի հետ, ջնջել է դրանց ապականությունը։ Իսկ երկրորդ բացատրությունը առնչվում է 12 առաքյալների հետ։ Առաքյալների կրած 12 չարչարանքները յուրաքանչյուրը Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է կրել, դառնալով բոլոր առաքյալների չարչարակից։ Այդ չարչարանքները այնքան սարսափելի էին, որ հարկ չեմ համարում դրանք այստեղ բոլորը թվարկել, սակայն ցանկության դեպքում ամեն գտել կարող եք ուսումնասիրել և կարդալ։ Սուրբ Գրիգոր Լուսավորչի նվիրված իր ներբողում Սուրբ Հովան Ոսկեբերանը գրում է. «Ով կարող է խոսքով պատմել երանելու անսահման ճգնության մասին կամ օրինակով ցույց տալ նրա անտանելի նեղությունը, որ ապրում էր իժերի և քարբերի մեջ, որտեղ ոչ զրուցակից կար, ոչ վշտակցող բարեկամ, ոչ օգնական, ոչ մխիթարող և ոչ ծառայող։ Նա համբերում էր մեծ ժուշկալությամբ, իբրև կենդանի դրված գերեզմանի մեջ, անտուն, մեր, գիշեր ու ցերեկ, ամռան շոգին և ձրնման սառնամանիքին, քանզի մոտ էր Աստծուն»։ Այսօրվա ավետարանական հատվածը
ամբողջապես համահունչ է այսօրվա տոնին։ Եթե մեկը կամենում է իր հետևից գալ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից, որովհետև ով կամենա իր անձը փրկել կկորցնի այն, և ով որ ինձ համար իր անձը կորցնի կգտնի այն։ Չկա այս հատվածի ավելի լավ օրինակ, քան Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է։ Նա խաչը ուսին մինչև գերեզման իջավ, կորցրեց իր անձը, ենթարկելով բազում փորձությունների և հալածանքների արդյունքում շահելով մի ամբողջ ազգի հավատքի հայր կոչվելու պատիվը։ Ահա առաքինի կյանքով ապրելով առանցքը, ուրանալ սեփական անձը և հանձն առնել դրում, լինի դա նյութական թե ոչ, հանուն մյուսի կամ եկեղեցու բարօրության տեսնում ենք, որ մեր կյանքը իրականում նոր իմաստ է ստանում։ Քրիստոս խաչը վերցնելու և իր հետևից գալու կարևոր պայման համարեց անձը ուրանալը։ Անձը ուրանալ չի նշանակում հրաժարվել անհատականությունից։ Աստված ցանկանում է, որ մենք հրաժարվենք եսասիրությունից, այլ ոչ թե անհատականությունից։ Անհատականությունը մեր եզակիության դրսևորումն է, իսկ եսասիրության մեջ մարդիկ շատ նման են իրար, նույն կերպ են մտածում, խոսում, գործում և ապրում։ Իսկ անհատականությունը ոչ թե ընդգծում է մեր առավելությունը մյուսներից, այլ յուրահատկությունը։ Սիրելի հավատացյալներ, մենք այս բարդ ժամանակաշրջանում պարտավորություն ունենք ուրանալու մեր անձը ոչ միայն Աստծո, այլև հայրենիքի համար։ Ահա մենք հիմա կանգնած ենք հայ-թուրքական սահմանեզրին։ Այստեղ Սուրբ Պատարագին մասնակցելը մեզ համար պարտավորեցնող է։ Անցնող տարիները և հիմա ևս անչափ ցավալի ու բարդ ժամանակներ էին հայոց համար։ Ցավոք, այս գյուղում ավելի հաճախ հեռվից լսվում է մոլայի ձայնը, քան եկեղեցու զանգն ու աղոթքը։ Սա մասնավորապես ինձ համար մեծ ողբերգություն է։ Ես ինձ ամեն օր անսահման մեղավոր եմ զգում այս սուրբ վանքում ամեն կիրակի պատարագ չմատուցելու և չկարողանալու համար։ Չնայած, որ մեծամասամբ մեզնից շատ բան կախված չէ։ Այս վանքն էլ կարծես մի վիրապի մեջ լինի, որտեղ տարին մի քանի անգամ կարողանում ենք Սուրբ Գրիգոր Լուսավորչին հաց բերող կնոջ նման մենք էլ օգտվել Տիրոջ մարմնից ու արյունից։ Եվ ինչպես Սուրբ Գրիգոր Լուսավորիչը վերհարնեց այդ գբից, այս վանքն է մի օր վեր կհառնի իբրև գործող եկեղեցի և իր շուրջը կհամախմբի իր հավատացյալ հոտին։ Սիրելի հավատացյալներ, պիտի խնդրեմ, որ այս պահին կանգնած սահմանեզրին աղոթք բարձրացնենք առ Աստված հայոց սահմանների անսասանության և մեր երկրի խաղաղության համար։ Գոտեպնդվենք հույսով, զինվենք աղոթքներով ու անսպառ համբերությամբ ի նպաստ մեր ու մեր երկրի առջև ծառացած բազում մարտահրավերների հաղթահարման և հայաստանյան ծառայական Սուրբ եկեղեցու անսասանության, մշտապես դիմելով նրա փառահեղ սյուներից մեկի, հայոց հավատքի հոր և լուսավորիչ Սուրբ Գրիգորի երանյալ բարեխոսությանը։ Թող որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և խաղաղությունը լինի ամենքի հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։